Դուք գիտեք նախաձեռնության մասին, ճիշտ ասած, որ հասարակություն չգիտի, երևի ընտանիքն էլ նպատակարար չի գտնում որոշ դեպքերում որոշ բաներ շատ հայնանացնել, բայց հրապարակային ինչ կա գիտեք եւ գիտեք, որ նա առողջական խնդիրներ ունի եւ միշտ է ունեցել եւ այս ճիչը, որ ես ճիչ եմ լսում, Տիկին Զոնաբենդի առաջարկի մեջ հումանիտար այցով մեկնելու Բաքու, ես հասկանում եմ, որ նաև տարբեր գերիների հետ կապ անգամ չկա, ինչ որ մի պահից ընդհատված է եւ նրանք չեն տեսնում իրենց հարազատներին, ավելորդ է ասել մարդկային ողբերգությունների մասին եւ ես հասկանում եմ, որ այլևս հույս չունեն անգամ, որ որը պետական կառույց կա, մի հոգի, մի կամ կառույց, որը պիտի զբաղվի հայ գերիների, գոնե իմանա ինչպես են իրենց զգում, ինչ առողջական վիճակում, ինչ խնդիրներ ունեն, անգամ այդ հարցով զբաղվող այսօր այլևս չկա Կարմիր խաչի դուրս գալուց հետո։ Եվ շատ ցավով եմ ասում, մենք այնտեղ 19 հայ գերիները մեր բոլորի ճակատին խարան են ամոթի, եթե մենք դա չենք տեսնում, որովհետև մեր ճակատի վրա կողքից են տեսնում։ Եվ մեզ չթվա թե որ մենք չենք տեսնում, ուրեմն դա չկա։ Եվ ես ցավում եմ նրանց համար, ովքեր դա չեն տեսնում։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ պետք է բոլոր ջանքերը գործադրել, ցավոք սրտի դրական լուրեր չունենք, այնինչ ես կոչում եմ այս իշխանությունները շահառու են նրանց այնտեղ պահելու, սա ինձ համար ակնհայտ փաստ է։ Եվ մինչև չլինի իշխանափոխություն, առնվազն քաղաքական ղեկավարության ճակատագիրը ինձ ծայրահեղ անհանգստացնում եւ դրական, այսպես խոսքի տեղ չի տալիս։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։